Ողջույն, ես Տասի Աբու2-ից եմ եւ այսօր կներկայացնեմ եզդի արվեստը։ Եզդների արվեստը ներառում է պար, ճարտարապետություն եւ երաժշտություն։ Եզդիական բանաստեղծությունը հիմնականում բանավոր խոսքի մի մաս է կազմում եւ նրա հիմնական թեմաները լինում են կրոնը կամ փիլիսոփայությունը։ Եզդիական երաժշտությունը հիմնականում կատարվում է ավանդական գործիքներով, ինչպիսիք են դափը, զուռնան եւ քամանչան։ Եզդիական ճարտարապետությունը հիմնականում կրոնական կառույցների հետ է կապված, որտեղ որպես խորհրդանիշ օգտագործվում են լուսնի կամ արևի նշանը։ Իսկ այժմ խոսենք ասորների մշակույթի մասին։ Ասորների մշակույթը իր մեջ ներառում է գրականություն, արհեստ եւ ճարտարագիտություն։ Ասորները հայտնի են եղել իրենց հին եւ ամուր տաճարներով։ Դեռևս հին ժամանակից նրանք կառուցել են տարբեր տեսակի տաճարներ, որոնք նվիրված են եղել զանազան աստվածների։ Ասորիկ գրականությունը խորը արմատներ ունի, սկսած մեսոպոտամյան ձեռագրերից մինչև միջնադարյան քրիստոնեական ձեռագրերը։ Ասորի կերպարվեստը դեռևս զարգացած է եղել հնադարյան ժամանակներից։ Նրանք հայտնի են եղել իրենց քանդակներով, որոնց վրա նկարված է եղել իրենց թագավորները եւ դիցաբանական էակները։